Լոլիկ աճեցնողները վերջին օրերին մի քանի անգամ հանրապետական նշանակության ավտոճանապարհներ են փակել։ Դժգոհում էին, թե լոլիկն այս տարի մթերվում է խիստ սահմանափակ քանակությամբ, այն էլ 30 դրամով։ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը արձագանքելով Facebook-ում գրել է, որ իրականում դեռ լոլիկի մթերումը չի սկսվել։ Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ։ Համոզված եմ մթերման գործընթացը օգոստոսի 3-ից կմեկնարկի։ Լոլիկ մթերող ընկերության տնօրենը նշում է, այս պահին պայմանագրի կնքման փուլում են։ Ամենայն հավանականությամբ կմթերի ամսի մինչև 10 ընկած օգոստոսի ժամանակահատվածը, բայց իհարկե մենք կատարենք պայմանագրով ստանձնած մեր բոլոր պարտավորությունները գյուղացիների նկատմամբ։ Այս պահի դրությամբ ունենք 3000 տոննա պոմիդորի լոլիկի մթերված պայմանագրեր, բայց կդարձնենք 4000 մինչև։ Հայրենական արտադրությունը խթանելու եւ ներկրողների հետ հավասար մրցակցային պայմաններ երաշխավորելու նպատակով կառավարությունը հուլիսի 30-ին որոշում է կայացրել 6 ամսով արգելել տոմատի մածուկի ներմուծումը։ Էկոնոմիկայի նախարարությունից մասնավորապես նշում են. Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող ապրանքի զգալի ծավալներով եւ տեղական արտադրության իրացման եւ արտահանման դժվարություններով, հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը եւ շուկայի անհավասարակշռությանը, բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա եւ ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։ Որոշումը պետք է խթանի հայկական լոլիկից ստացված տոմատի մածուկի վաճառքը ու կարգավորի մթերումը։ Այդ իմաստով մենք պարտավորություն ստանձնեցինք 1500 տոննան ավելացնել մինչև 4000 տոննայի եւ մինիմալ 30-35 դրամ, որ նախատեսված էր, որ պետք է մթերել, պարտավորություն ստանձնեցինք, որ այո, պետք է մթերենք 40 դրամ 1 կիլոգրամի համար։ Նախորդ տարի օրինակ այս ընկերությունը ավելի պակաս է մթերել շուրջ 3000 տոննա։ Բայց այն ժամանակ սահմանափակումները չկար եւ դրսից ներմուծումը ահավոր շատ էր։ Այն ժամանակ անցյալ տարի մենք 40 դրամով եւս մթերեցինք, բայց պետությունը սուբսիդիա տվեց։ Այլ երկրներից տոմատի մածուկի մուտքի արգելքը ըստ Մակար Պետրոսյանի կնպաստի ոչ միայն լոլիկի մթերման ծավալների ավելացմանը։ Որակապես հայկական տոմատի մածուկի որակը, այո, Հայաստանում կբարձրանա եւ արտահանման տեսակետից էլ կլինենք մրցունակ։ Մինչև հիմա ես կարծում եմ, որ ներմուծողները ունեցել են որոշակի առավելություն արտադրողների նկատմամբ։ Այսինքն ոչ թե հիմա ներմուծողների համար է խնդիր առաջանում, այլ ներմուծողների եւ ներսում արտադրողների պահանջները, պայմանները հավասարեցվում են։ Տնտեսագետը շարունակում է ներքին արտադրողները վերամշակողներն առավել մրցունակ են դարձել։ Նրանք ավելի լավ պայմաններով կարող են արտադրանք վերցնել, քանի որ իրացման աղբյուրներից մեկը գյուղատնտեսական ապրանք արտադրողների համար փակվել է, դա վերաբերում է արտահանմանը։ Հնարավոր է նրանք վերցնեն մի փոքր ավելի ցածր գներով, բայց բնականաբար դա պետք է կարծում եմ պայմանավորված լինի նաև նրանով, որ ավելի շատ հումք ձեռք բերեն եւ ավելի մեծ քանակի արտադրանք թողարկեն։ Ընկերության տնօրենը նաև աջակցության մեկ այլ ծրագիր է հիշեցնում, ըստ որի Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա տոմատի մածուկ արտահանելու դեպքում ամեն կիլոգրամի համար պետությունը վերադարձնում է 150 դրամ։ Ծրագիրը այս պահին միայն օգոստոս ամսվան է վերաբերվում, հետ վերադարձի, բայց շատ հուսով ենք, որ ինքը շարունակական կլինի։ Ծրագրի շրջանակներում մենք ինքներս փորձում ենք տոմատի մածուկի գինը իջացնենք մեկ տարայի հաշվարկով, որը որ թույլ կտա նախնական պայմանավորվածության արդյունքում մինչև 50% ծավալները մեծացնենք հայկական տոմատի մածուկի վաճառքը դեպի Միացյալ Նահանգներ։ Այսօր Արմավիրի լոլիկ աճեցնողները կրկին փակել էին Արմավիր Երևան ավտոճանապարհը, մարզպետարանից լուրերին փոխանցեցին։ Խոսել են գյուղացիների հետ, ներկայացրել փոփոխություններն ու համաձայնության եկել կկնքվեն պայմանագրերը մթերողների հետ։ Պարզաբանումից հետո գյուղատնտեսները դադարեցրել են բողոքի ակցիան։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։